Ինչ ծրագիր ունի Ալիևը, չի թուլացնում ռազմական շունչը, չի դադարեցնում ստերի շարքը, թե հայկական զինուժը կրակել է ու ավելացնում է պահանջ վերջնագրերի շարքը խաղաղության համաձայնեցված թուղթը սեղանին։ Որ ստորագրեմ, ասում է, սահմանադրությունը պիտի փոխեք, իր երևակայած արևմտյան Ադրբեջան է ուզում վերադարձնել ադրբեջանցիներին, ուզում է, որ Մինսկի խումբը լուծարվի։ Նրա այս պահանջներն իհարկե նոր չեն, ընդամենը վերջերս էր ասում, թե կստորագրի, եթե բոլոր կետերը համաձայնեցված լինեն։ Երբ կստորագրվի խաղաղության պայմանագիրը։ Երբ ամբողջը համաձայնեցվի։ Հիմա ամբողջությամբ համաձայնեցված թուղթը կա, բայց չի ստորագրում։ Մինսկի խմբի լուծարմանը նա մինչև խաղաղության բանակցություններ կոչվածն էր ձգտում։ Հենց 44-օրյա պատերազմից հետո անհանգիստ էր, ասում էր, ռևանշիստների ծրագրերը լուրջ են։ Ասում էր, ժամանակն է նրանց թոշակի ուղարկելու ծաղրական հեգնանքով, հրհրալով։ Ամենևին էլ Մինսկի խմբի կարիքը չկա։ Մենք դե ֆակտո թույլ չտվեցինք, որ այն գործի։ Այժմ պետք է դե յուրե արգելենք։ Հիմա էլ ասում է, ԵԱՀԿ Մինսկի խումբը տարիներ շարունակ փորձում էր Բաքվին համոզել համակերպվել տարածքների կորստի հետ եւ աջակցում էր Հայաստանին։ Ասում է ու զարկ տալիս ռազմական ռետորիկային, ավելացնում ռազմական բյուջեն։ Սպառազինվում են ու անթակույց Մեջլիսում հայտարարում, թե ընդհանուր բյուջեի 26%-ն են պաշտպանական ծախսերը, $5 միլիարդ։ Եվ այստեղ ուշագրավ է ռազմական ծախսերի այս շեշտակի ավելացումը հիմնավորում են ուշադրություն Հայաստանի ահագնացող ռազմականացմանն արձագանքելու անհրաժեշտությամբ։ Հիմա ամեն օր Բաքվի մեդիան ռազմական ագրեսիայի շունչն է տարածում, կանգ չեն առնում, падգամավորները ուղիղ են խոստանում վերացնել Հայաստանը։ Հայաստանը կվերանա քարտեզից, եթե չկատարի Ադրբեջանի պահանջները։ Հայաստանը ցուցադրաբար չի կատարում իր պարտականությունները։ Ամերիկյան, իսրայելական, ադրբեջանական մամուլը հեղեղվեց տեղեկություններով, թե Բաքուն Միացյալ Նահանգներից զենք է ակնկալում։ Jerusalem Post-ը գրեց, թե ադրբեջանական կողմը ձգտում է 907 հայտնի բանաձևի չեղարկմանը, իսկ այս բանաձևը, հիշենք, արգելում է ամերիկյան կառավարության ռազմական օգնության տրամադրումը Ադրբեջանին։ Ու հիմա նրանք դիմում են հնարավոր բոլոր մեթոդներին հասնելու բանաձևի չեզոքացմանը։ Ամերիկացիներին էլ փորձում են համոզել, թե կմիանան իրենց ընդդեմ Իրանի, եթե զենք ստանան։ Վերջին շրջանում Ադրբեջանը ակնհայտորեն փորձում է կապեր հաստատել Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմի հետ եւ գերազանցապես Իսրայելի եւ հրեական լոբբինգի միջոցով։ Ես տեսել եմ կարգոնագրերը, որ Ադրբեջանը ինտենսիվ աշխատում է Իսրայելի եւ հրեական լոբբինգի հետ ընդդեմ Հայաստանի Վաշինգտոնում։ Ադրբեջանի նախագահականը պաշտոնական հաղորդագրություն էլ տարածեց, թե Բայդեն-Բլինքենի վարչակազմը կողմնակալ դիրքորոշում է ցուցաբերել Ադրբեջանի նկատմամբ, ինչը հանգեցրել է երկկողմ հարաբերությունների ճգնաժամի։ Ալիևը 907 բանաձևի վերականգնումը որակեց որպես Բայդեն-Բլինքենի վարչակազմի ապերախտության արտահայտություն։ Իրանում էլ այս տեղեկություններն անշուշտ ունեն։ Թեհրանի համար նորություն չէ, որ Բաքուն ձեռք գցած զենքը կամ Հայաստանին կամ էլ Իրանին է ուղղում, բայց Իրանը հիմա էլ հոբ համակարգը բարձր պատրաստության է պահում, ամեն օր սպասում դավադրության։ Սիրան Շմրադյան, ժամը լրատվական։